Էջմիածնի շրջանի մի քանի գյուղերի բնակիչներ 2000 թվականի ապրիլի 29-ին պահանջում են ազատ արձակել օկտեմբերի 27-ի գործով ձերբակալված Մուշեղ Մովսիսյանին։ Այս մարդիկ չեն կասկածում, որ նախկին ազատամարտիկը ոչ մի կապ չունի Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի եւ եւս 7 քաղաքական գործչի սպանության հետ, եւ Քանաքեր Զեյթունի առաջին այցերին դատարանը պարզապես պետք է ազատ արձակի նրան։ Կգա ժամանակ դուք կիմանաք, որ Մուշեղ Մովսիսյանը իր եղբայրները ոչ մեկը մի հատ հանցանք չունեն։ Ով որ 27-ի դեպքերը կատարել է, նրանք այսօր դրսում են, ոչ մեկն էլ բերդում չեն։ Արդեն մեկ ամիս է հոսանքազրկված եւ հեռախոսազրկված է Երևանի ֆիզիկայի ինստիտուտը, պատճառը պարտքերն են, ընդհանուր հաշվով 22 միլիոն դրամ։ Հոսանքազրկված է նաեւ տարածաշրջանի միակ արագացուցիչը, եթե հոսանքը չմիացնեն, այն շարքից դուրս կգա եւ նորոգելու համար կպահանջվեն ավելի շատ միջոցներ, քան պարտքի գումարն է։ 2000 թվականի ապրիլի 29-ին Մոսկվայից Հայաստան է վերադառնում վարչապետ Արամ Սարգսյանը։ Նա հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Արդյունքների մասին վարչապետը խոսում է առանց ոգևորության։ Արդյունքները դրական են, հուսով եմ կարճ ժամանակամիջոցում արդյունքները ինքներս կշոշափեն։ Ռուսաստան-Բելորուս դաշինքին միանալու օգտին հավաքվել է 1.200.000 ստորագրություն։ 2000 թվականի այսօրը դաշինքին միանալու կողմնակից Աղասի Արշակյանն ասում է, որ եթե հանրաքվե անցկացնենք, հայաստանցիների 96%-ը կողմ կքվեարկի։ Փոխարենը խորհրդարանի 3 падգամավոր դուրս է եկել Ռուսաստան-Բելորուս միությանը Հայաստանի անդամակցությունը նախաձեռնող падգամավորական խմբից։ Պրոբլեմ չկա, ես ձեզ խոստանում եմ հաջորդ 3 շաբթի այդ 3 դուրս եկածի փոխարեն թարմացնել եւս 13-ը։ Ես ձեզ հավաստիացնում եմ, պարլամենտում առնվազն 80 մարդ այսօր պատրաստ է միանա մեր նախաձեռնությանը։ 2001 թվականի այսօրը գյուղատնտեսության նախարար Զավեն Գևորգյանը խոսում է նախորդ տարի կարտոֆիլի բերքատվությունը վնասած երաշտի հետևանքների մասին։ Դրանք ծանր էին, իրավիճակը փրկելու համար Հայաստան են ներկրել մոտ 2200 տոննա հոլանդական, բելառուսական եւ սիրիական կարտոֆիլի բարձրակարգ եւ առաջին կարգի սերմացու, որի մի մասը փչացած է։ Ըստ գյուղացիների այդ սերմացուն բացարձակապես ոչ մի կապ չունի Սիրիայի, Հոլանդիայի եւ Բելառուսի հետ, դրանք Մալաթիայի շուկայից են բերել։ Դիմել են նախարարի տեղակալին հասկանալու թե ինչու են փչացած սերմացուով օգնում։ Տեղակալը պատասխանել է։ Եղած է, ուզում եք տարեք, ուզում եք մի տարեք։ Սա մթերված կարտոշկա է, կարող է այս կարտոշկի 50% մեր գյուղի կարտոշկա լինի։ Իսկական կարտոշկեն 175 դրամով վաճառվել է, բայց փաստացի հիմա եթե հարցում եք ածորում, ասում են դա մասնավոր է եւ ոչ թե պետական, ապա այդ պետական եթե չեք է մասնավոր է։ Ազգային ժողովում ներկայացված 11 կուսակցությունները ուզում են համախմբվել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների ներկայացում։ Նրանք հայտարարություն են ընդունում բանակցությունների ընթացքի մասին, որից ոչ մի դրվագ չգիտեն։ 2010 թվականի ապրիլի 29-ին ԵՊՀ ուսանող տղաները կառավարությունից եւ կրթության նախարարությունից պահանջում են պահպանել մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի տեղերի անցած տարվա ծավալը։ Զինակոչային տարիքում գտնվող տղաներն ուզում են լինել կրթված։ Որոնք հայրենիքը կպաշտպանեն գիտության ոլորտում, աշխարհում իրենց ասելիքը ասելով։